Դիտիշ սա իսկական խելահեղություն է։ Միայն մեկ համակարգով կարող ես կլոնավորել ցանկացած բույս, պտղատու ծառեր, վարդեր, բուրավետ բույսեր, թզենիներ, ինչ ուզես, առանց հողի, առանց տարօրինակ նյութերի եւ առանց գումար ծախսելու։ Եվ ամենալավը կարող ես դա անել հենց հիմա օգտագործելով այն, ինչ արդեն ունես տանը։ Այսօր ես քեզ ցույց եմ տալու անհավատալիորեն պարզ մի մեթոդ մետաքսե թելով տարածողը համակցված թայլանդական պատուհանի մեթոդի հետ։ Մի տեխնիկա, որ այնքան արդյունավետ է, որ ընդամենը մի քանի շաբաթուն կունենաս սպիտակ, հաստ ու առողջ արմատներ պատրաստ փոխպատվաստման։ Մնա մինչև վերջ, որովհետև ես քեզ ցույց եմ տալու նաև բնական հակասնկային միջոց, որը կպահպանի քո կտրոնները մաքուր եւ առանց սնկերի։ Սկսում ենք։ Այս մեթոդի համար քեզ անհրաժեշտ կլինի 1 լիտրանոց կամ 1.5 լիտրանոց պլաստիկ շիշ, բարձր ապակյա բաժակ, մաքուր կտորի մի կտոր ցանկալիա բամբակյա, դանակ կամ մկրատ, լավ լվացած գետի ավազ, կարող է լինել նաև շինարարական կամ ծովի ավազ, բայց շատ լավ լվային, 1 ցողիչ, աղացած դարչին, ալոե վերայի տերև, 3% կամ 10 ծավալով ջրածնի պերոքսիդ եւ 2 կտրոն, մեկը վարդի, մյուսը կիտրոնի ծառի։ Հիմա պատրաստելու ենք պատրույկը։ Կտրիր մաքուր կտորի մի շերտ մոտ 2 սանտիմետր լայնությամբ եւ 20 սանտիմետր երկարությամբ։ Դա բավական կլինի։ Հիմա վերցրու շշի կափարիչը եւ դանակով կենտրոնում փոքր անցքարա։ Այդ անցքով անցկացնում ենք պատրույդը։ Մեկ մասը կախված կմնա ներքև, իսկ մյուս մասը կմնա բաժակի ներսում, որտեղ ավազը պետքա լցվի։ Այս պարզ կտորը կլինի համակարգի հիմնական մասը, որովհետև կապիլյարության շնորհիվ ջուրը ինքն իրեն կբարձրանա մշտապես խոնավ պահելով հողը, առանց այն ամեն օր ջրելու անհրաժեշտության։ Հիմա կտրիր շշի վերին մասը բաժակի հատվածը։ Դա կլինի քո ծաղկամանը, որտեղ ավազը կդնես։ Դիր բաժակը սեղանի վրա եւ դրա վրա դիր բաժակի հատվածը այնպես, որ կափարիչը մնա բաժակի ներսում։ Պահիր պատրույգը ուղիղ, մինչ լցնում ես բաժակի հատվածը լվացած գետի ավազով, վերևում 1 սանտիմետր ազատ թողնելով։ Համոզվիր, որ պատրույգը մոտ 2 սանտիմետր խորությամբ թաղված է ավազի մեջ, որպեսզի խոնավությունը լավ տարածվի ամբողջ ավազի մեջ։ Հիմա պատրաստելու ենք կտրոնները, մեկը վարդի, մյուսը կիտրոնի ծառի։ Երկուսն էլ պետք է լինեն առողջ եւ կիսափայտացած ճյուղեր։ Կտրիչով պատրաստում ենք 1 երկարավուն պատուհան, մոտ 3 սանտիմետր երկարությամբ, հանում ենք կեղևը եւ նրբորեն քերում կամբիումը, մինչև փայտը մաքուր մնա։ Բնական ալոե վերանն անմիջապես քսիր կտրված հատվածին։ Ալոեն խոնավեցնում է ախտահանում եւ խթանում է արմատների առաջացումը։ Այնուհետև այդ նույն հատվածի վրա ցամիր աղացած դարչին։ Դարչինը կգործի որպես բնական սնկասպան։ Տեղադրիր կտրոնները ավազի մեջ կտրված հատվածը թաղելով եւ համոզվելով, որ այն լավ շփման մեջ է խոնավության հետ։ Հիմա պատրաստելու ենք ոռոգման ջուրը։ 1 լիտր ջրի մեջ ավելացնում ենք 1 թեյի գթալ 3% ջրածնի պերոքսիդ, 10 ծավալ եւ շատ լավ խառնում ենք։ Այս խառնուրդով լցնում ենք բաժակը այնքան, որ պատատուկը լավ ընկղմված լինի, որովհետեւ եթե պատատուկը չդիպչի ջրին, խոնավությունը չի կարողանա բարձրանալ կապիլյարությամբ։ Երբ բաժակը լցված է այս խառնուրդով եւ պատատուկը ներսում է, շատ մեղմորեն ջրում ենք ավազի վերևի մասը պարզապես առաջին անգամ խոնավացնելու համար։ Դրանից հետո պատատուկն ինքնաբերաբար կպահպանի խոնավությունը մշտական։ Հիմա պատրաստելու ենք մինի ջերմոցը։ Վերցնում ենք շշի մնացած մասը եւ դրա կողքերից մեկի երկայնքով ուղղահայաց կտրվածք ենք անում։ Այս կտրվածքը թույլ կտա հեշտությամբ բացել եւ փակել այն եւ կստիպի, որ այն իդեալական տեղավորվի բաժակի եւ գավաթի վրա։ Երբ ամեն ինչ պատրաստ է, պարզապես դնում ենք այս ծածկոցը վերևից, ստեղծելով մինի ջերմոց, որը ամբողջ արմատակալման ընթացքում կպահպանի բարձր խոնավություն։ Հիմա արդեն վերջնական շտրիխը պատրաստելու ենք բնական սնկասպան կանխարգելիչ միջոց, որպեսզի ամեն ինչ մաքուր մնա։ 1 լիտր ջրի մեջ ավելացրու մի պտղունց աղացած դարչին, լավ խառնիչ մինչև լուծվի։ Այնուհետև խառնուրդը անցկացրու բարակ շորով կամ սուրճի ֆիլտրով եւ լցրու ցողիչի մեջ։ Յուրաքանչյուր 3-4 օրը մեկ թեթևակի ցողի ավազնը կտրոնը, սա կանխում է սնկերի առաջացումը եւ պահպանում է արմատները ուժեղ ու առողջ։ Եվ վերջին քայլը տեղադրիր քո բազմապատկիչը բնական, բայց անուղղակի լույս ունեցող վայրում։ Խուսափիր կեսօրին ուղիղ արևի ճառագայթներից։ Յուրաքանչյուր մի քանի օրը մեկ ստուգիր բաժակի ջրի մակարդակը եւ անհրաժեշտության դեպքում լցրու։ Եթե շատ խտացում տեսնես, մի պահ բարձրացրու կափարիչը, որ օդափոխվի։
Հիմա գալիս է այն մասը, որը ամենաշատն է ոգևորում, բայց նաև ամենաշատ համբերություն է պահանջում։ Որովհետև մինչ դու վերևում ոչինչ չես տեսնում, հենց այդ խոնավ ավազի մեջ ձևավորվում է նոր արմատների ամբողջ ճարտարապետությունը։ Ուրեմն թող դրանք հանգիստ մի դիպչիր, մի շարժիր եւ մի ստուգիր 2 օրը մեկ։ Այս մեթոդը ինքնուրույն է աշխատող, եւ այստեղ եմ ուզում, որ ուշադրություն դարձնես, որովհետև հիմա է գալիս կախարդանքը։ Նայսա, արմատները սկսում են հայտնվել սպիտակ, ամուր, հաստ, կատարյալ զարգացած շնորհիվ մշտական խոնավության, որը պահպանում էր պատրվածքը։ Քո կտրոնը այլևս պարզապես ճյուղի կտոր չէ, հիմա դա նոր բույս է, պատրաստ ինքնուրույն ապրելու։ Եվ ահա սա է թայլանդական պատուհանային մեթոդի իրական առավելությունը։ Երբ կտրոնը հորիզոնական ենք մշակում, ստանում ենք ոչ թե մեկ, այլ մի քանի բույս։ Կարող ենք ցողունը բաժանել տարբեր հատվածների, երբ այն արմատավորվի յուրաքանչյուր բողբոջով հատվածը, օգտագործելով որպես նոր ինքնուրույն բույս։ Ուղղահայաց ավանդական մեթոդով դուք ստանայիր միայն մեկ պտղատու ծառ, բայց թայլանդական մեթոդով նույն ժամանակում ստանում ենք 2, 3 կամ նույնիսկ ավելի շատ բույսեր։ Ինչպես տեսնում ես, այստեղ կիտրոնի եւ վարդի դեպքում ավելի շատ արտադրողականություն, ավելի շատ արդյունք նույն ջանքերով։ Եվ այսքան հեշտությամբ կարող ես բազմացնել քո սիրելի բույսերը բնական, տնտեսող եւ էկոլոգիական ձևով։ Եթե քեզ դուր եկավ այս մեթոդը, սեղմիր հավանել, բաժանորդագրվիր ալիքին եւ մեկնաբանություններում գրիր, թե որ բույսն ես առաջինը պատրաստվում բազմացնել։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում եւ թող քո կտրոնները աճեն առողջ ու ամուր։